Սաղաթելյան, հանուն ինչ էր ձեր ընտրությունը։ Հանուն Հայաստանի, հանուն կայունության, անվտանգության և զարգացման։ Ինչ սպասելիքներ կան, ինչ եք սպասում, ինչ է լինելու։ Սպասում եմ, որ հունիսի 7-ը մեր ժողովրդի պատմության մեջ կարա լինի բեկումնային և այսօր մեր ժողովուրդը հնարավորություն ունի լիարժեք փակելու այս ամոթի խայտառակության էջը և բեկում մտցնի մեր ժողովրդի պետության պատմության մեջ։ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ժողովրդի յուրաքանչյուր որոշման հետ համաձայն է լինելու։ Ինչ եք կարծում։ Պետք էր մնում համաձայն չլներ։ Ինքը ամեն ինչ այս ընթացքում ամբողջ նախընտրական շրջանում ու հենց այս պահին անընդհատ ցույց է տալի, որ չի ուզում ժողովրդի որոշման հետ համակերպվի, բայց ստիպված է լինելու։ Նշեմ, այս ողջ ընթացքում քարոզարշավի այլանդակ կերպով վարչական ռեսուրսը օգտագործվել է։ Այսօր առավոտվանից կրկին փորձում են խոչընդոտներ ստեղծել, կեղծ պատրվակներով մարդկանց ձերբակալել, ըստ էության կազմալուծել եւ խոչընդոտել ընդդիմադիր ուժերի գործունեությունը, բայց դա արվում է մեր ընտրողներին վախեցնելու նպատակով, որը չի աշխատելու։ Ես արդից օգտվելով մեկ անգամ եւս կոչ եմ անում մարդիկ իրենց հավատով, իրենց խղճով, իրենց համոզումով մասնակցեն եւ որոշեն մեր ժողովրդի պետության ճակատագիրը եւ ուշադրություն չդարձնեն այն ճղճիմ հայտարարություններին, որ արվում են, դա ինքնավստահությունը կորցրած, ժողովրդի աջակցությունը կորցրած իշխանության վարքագիծ է եւ հույս ունեմ այսօր երեկոյան մենք դրանում կհամոզվենք։ Մինչ այս պահը ընտրակեղծիքների հետ կապված արձագանքներ կան եւ ինչպես են, օրինակ, դուք մոտենում եք, մարդիկ մոտենում են, արձանագրում են։ Ընտրակեղծիքները երկու տարբերակով են իրականացնում։ Մեկ օրինակ, որ առավոտվանից կրկին սկսել են ձերբակալությունները, խոչընդոտելը, շտաբի պատասխանատուներին, կամավորներին, տարբեր հարցաքննություններ նեղել այս ճանապարհով, մյուսը արդեն դուք տեսնում եք լրատվամիջոցներում կան բաց քվեարկություններ եւ այլ, որը պրոբլեմատիկ է։ Սրանից բացի մենք արդից օգտվելով ասեմ, որ մտահոգություն ունենք կամ ենթադրություն ունենք ու որոշակի նաև տեղեկություն, որ տարբեր մարզերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատողները փորձ են անելու մեկից ավել տեղերում քվեարկել։ Արդից օգտվելով ասեմ, որ չգնալ նման հանցագործության, դա մենք նույնականացնելու ենք, որտեղ նման տարբեր տեղեկություններ այդ թվում մամուլում դուք տեսակ, մենք էլ մեր բոլոր հնարավորություններով հանձնաժողովի անդամներով, վստահված անձերով փորձում ենք տեր կանգնենք մեր հայրենակիցների քվեարկությունը։ Պարոն Սաղաթելյան, միշտ եք ձեր ծննդավայրում ընտրություն կատարել։ Այո, ես գրանցումից դուրս չեմ եկել, իմ ծննդավայրն դրանով ամեն ինչ ասված։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։